Բարև ձեզ։ Այսօրվա զրույցի թեման Հայաստանի վթարային շենքերի վիճակն է, սեյսմիկ ռիսկերը եւ դրանց նվազեցման պետական քաղաքականությունը։ Զրուցել ենք սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Ինչպես գնահատեք հանրապետության վթարային շենքերի վիճակը, ընդհանուր վիճակը ինչպես եք գնահատում։ Սպիտակի 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո մասնագետներ ուսումնասիրեցին եւ առանձնացրին, թե որ տիպի շենքերը, որ կառուցվածքի շենքերը առավել սեյսմակայուն են կամ նվազ սեյսմակայուն են։ Այդ վիճակագրությունը կա եւ մասնագետները գիտեն։ Մասնավորապես արգելվեց կառուցել բարձրացվող հարկերի շենքերը, ընդհանրապես արգելվեց որպես առավել սեյսմավտանգ եւ հակառակը բադալյան կոնստրուկցիայի շենքերը ճանաչվեցին առավել սեյսմակայուն շնորհիվ կոնստրուկտիվ առանձնահատկությունների։ 2020 թվականին Քախշինի կողմից դեկտեմբեր ամսին հաստատվեցին հաստատվեցին նոր նորմերը, թարմացված նորմերը սեյսմական շինարարության, որի մեջ տեղադրվեց որպես ահավելված նոր քարտեզ երկարաժամկետ սեյսմիկ վտանգի եւ սեյսմիկ գոտեվորման քարտեզ եւ B հավելվածում քարտեզի հիման վրա կազմված Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի ցանկը իրենց սեյսմիկ վտանգի աստիճանով, այսինքն նախագծողը, ճարտարապետը բացում է նորմերը, գտնում է B հավելվածը, երկու հավելված կա A-B, կարդում է, թե որ բնակավայրում է ինքը կառուցելու շենք կամ շենքերի խումբ, այնտեղ բարձ նշված է, թե քանի բալ երկրաշարժի նվազագույնի համար ինքը պետքա նախագծի շենքը։ Շատ հարմար է նախագծողների, ճարտարապետների համար, բայց դա մասնագետների մի մեծ խմբի բավականին լուրջ ծանր աշխատանքի արդյունք է կազմելու համար քարտեզը ու քարտեզի հիման վրա կազմել այդ ցանկը։ Խորհրդային տարիներին խորհրդային միության ամբողջ տարածքի համար կար նմանատիպ իհարկե քարտեզ, բայց Հայաստանի Հանրապետության տարածքը հիմնականում հաշվարկված էր 7 բալ, երկրաշարժի ազդեցության համար առանձին հատվածը 8 բալ։ Սպիտակ երկրաշարժը ցույց տվեց, որ ես կասեի հիմա արդեն կարող եմ ասել, որ միտումնավոր նվազեցվել է սեյսմիկ վտանգը, որպեսզի շինարարությունը լինի հնարավորինս էժան եւ մեծ ծավալներով, փոքր ծախսերով։ Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ 2 բալ իրական սեյսմիկ վտանգը 2 բալով ավելի ցածր է։ Հիմա հանրապետության տարածքը քարտեզը, որի մասի ես խոսեցի, այնտեղ կա 8, 9 եւ 10 բալանոց երկրաշարժավտանգ գոտիներ։ Այսինքն այսօր կառուցվող շենքերը, կոնստրուկցիաները համապատասխանում են այդ քարտեզին։ Այո, այսօր արդեն ավելի ճիշտ պետք է համապատասխանեն։ Այսօր արդեն Երևանի, Գյումրիի եւ Վանաձորի համար բոլոր նորակառույց շենքերը հաշվարկվում են 9 բալ եւ ավելի սեյսմիկ վտանգի համար։ Դա իհարկե թանկ է, բայց մարդկանց կյանքը ավելի թանկ է, ես կարծում եմ։ Իսկ վերահսկողություն կա, որ տվյալ շենքը կամ կոնստրուկցիան ինչ համապատասխանում է արդյոք այդ նորմերին, թե ոչ։ Առաջ տարիներ առաջ, բայց նորանկախ Հայաստանում նման հանձնաժողով կար, որը վերահսկում էր շենքի նախագծումը, կառուցումը, շահագործումը, այդ ամբողջ շղթան։ Դա քաղաքաշինության կոմիտեին կից էր։ Հիմա այդ հանձնաժողովը վերակառուցվեց տարիներ առաջ, հիմա կառավարության կից է, այսինքն ստատուսը բարձրացել է։ Նրանց ուղղակի պարտականությունն է հետևել, որպեսզի շինարարությունը իր բոլոր փուլերով լինի համապատասխան նորմերին։ Այդ դեպքում հանգիստ կարելի ասել, որ նորակառույց շենքերը սեյսմավտանգ են, բայց լինում են բացառություններ։
լինում են նորակառույց շենքեր, որի ավարտական ակտերը չեն ստորագրվում որոշակի խախտումների պատճառով։ Երևանում կա շրջան, որը վարչական շրջան, որ ավելի ռիսկային է մյուսների համեմատ պատի ունեն։ Այո, նման տարածք կա, այդ տարածքը փոքր է, մեծ չի։ Խորհրդային տարիներին ամբողջ Երևանը, գրեթե ամբողջ Երևանի տարածքը 7 բալի տակ էր հաշվարկվում, հարավ-արևելյան հատվածը Տեցի կողմերը մի փոքր հատված 8 բալի տակ էր եւ շատ ավելի փոքր հատված 9 բալի տակ այդ Տեցի շրջանում, որտեղ գրունտերը շատ անբարենպաստ էին, շարժվող, խոնավ, կավային շինարարության համար։ Իսկ հիմա մեր հանրապետական նորմերի համաձայն եւ ոչ միայն վերջից 2020 թվականի նորմերի, դրանից առաջ էլ ստեղծված արդեն ազգային շինարարական նորմերի համաձայն ամբողջ Երևանի տարածքը 9 բալի տակ պետք է հաշվարկվի, անկախ նրանից այդտեղ ինչ կարգի գրունտեր են, ամուր ասենք բազալտներ են, անդեզիտներ են, անդեզիտոբազալտներ են, թե կավային է, պարտադիր 9 բալի տակ պետք է կառուցվեն նորակառույց շենքերը։ Վթարային շենքերը, որոնք գոյություն են այսօր Երևանում, բնակելի շենքերի մասին է խոսքը, այդ շենքերը ամրացնելու հնարավորություն կա, թե բնակիչներին պետք է տարհանել եւ տեղափոխել ավելի նոր կամ ամուր ինչ-որ տարածք։ Կան շենքեր 3 մուտքանի, օրինակ Աջափնյակում, որ առաջի մուտքը 2 երկրորդ աստիճանի վթարային է, մյուսը 3-րդ, մյուսը 4-րդ։ Կան շենքեր 6 մուտքանի, որ մեջտեղի 3-րդ, 4-րդ մուտքերն են 4-րդ կարգի վթարային, մյուսները չէ։ Օրինակ Հալաբյան 31 շենքը 6 մուտքանի։ Տարիներ առաջ ամրացրին 3-րդ եւ 4-րդ մուտքերը, որպեսզի չքանդեն ամբողջ շենքը, քանի որ մասնագիտական հանձնաժողովն է որոշում միտք ունի ֆինանսապես, բարոյապես եւ այլը ամբողջ շենքը քանդել, թե ամրացնել այս կամ այն հատվածը։ Եթե շենքի ամրացման համար ծախսվում է ապագա նորակառույց շենքի արժեքի 65-70%-ը, ուրեմն միտք չունի շենք ամրացնել, ավելի լավ է եւս 30-35% ավելացնել եւ կառուցել նոր շենք։ Դրա համար ամեն կոնկրետ դեպքում մասնագետները, ֆինանսիստները, վարչական ղեկավարները որոշում են տվյալ դեպքում, պետք է ամրացնել, թե պետք է քանդել, նորը կառուցել։ Իսկ ոչ բնակելի տարածքների մասով ինչ կասեք, Երևանում բազմաթիվ են այդ տարածքները, որոնք ժամանակին աշխատել են որպես արտադրամաս, արտադրական շենք, շինություն, այսօր վերածվել են միգուցե պահեստների եւ փլուզվում են։ Վերջին դեպքը դեկտեմբերի 1-ին բոլորս գիտենք Շենգավիթ վարչական շրջանում Դաշնամուրի նախկին գործարանի շենքը մի հատվածը, մի մասնաշենքը փլվեց եւ որը ծառայում էր պահեստ։ Բարեբախտաբար զոհ վնաս մեծ չունենք, բայց սա վտանգավոր նախադեպ է, որովհետեւ շենքերը բազմաթիվ են եւ պարբերաբար նմանատիպ շենքերը կարող են նույն ճակատագրին արժանանալ։ Այդ շենքերի մասով քաղաքականություն ունենք, վերահսկվում է արդյոք։ Շատ դժվար է եւ ձեր ասած շենքերը վերահսկել, կարգի բերել եւ միևնույն ժամանակ մարդկանցով բնակեցված շենքերով զբաղվել, որովհետեւ դժվար ասելով ես հասկանում եմ, որ դա մեծ գումարներ են պահանջում։ Ես չեմ կարող ասել ոչ արտադրական շենքերի հետ կապված ծրագիր կա թե չէ, բայց որ հաջողվում ամեն տարի 1, 2, 3, 4 շենք վթարային բնակելի նկատի ունեմ այդ շենքերի հարցը լուծել, դա շատ գովելի է, ուղղակի մենք հասկանում ենք, որ մեծ ֆինանսներ են պետք ու չի ստացվում միանգամից բոլորը մի օրում մի տարում այդ հարցերը չեն լուծվում։ Որոնք են հիմնական բացերը գործող քաղաքականության մեջ։ Ժամանակին, երբ որ նոր ստեղծվեց սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, որտեղ կար կառույցների սեյսմականության կենտրոն, հիմա էլ կա ծառայությունը եւ այդ կենտրոնը։ Մենք ժամանակին բավականին
հաջող ձևով չեմ ասում ստեղծեցինք, նախաձեռնեցինք իրավական դաշտի ստեղծումը եւ զարգացումը, այսինքն ոչ միայն շենքերի, այլև ավելի լայն վերցնենք սեյսմիկ ռիսկի նվազեցման հետ կապված երկու ծրագիր ենք ստեղծել ժամանակին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կազմում, հիմա ես աշխատում եմ Գիտությունների ակադեմիայի ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտում։ Այն ժամանակ ստեղծեցինք սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագիր Հայաստանի Հանրապետության տարածքի համար եւ առանձին ծրագիր Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցումը առանձին։ Բացի դրանից դրանք 1999 թվականին ստեղծվեցին հունվարի 6-ին եւ 9-ին։ Բացի դրանից 2002 թվականին ընդունվեց Հայաստանի Հանրապետության օրենքը սեյսմիկ պաշտպանության մասին, որը առաջին եւ միակ օրենքն էր ամբողջ ԱՊՀ տարածքի երկրների համար եւ Ծաղկաձորում անցկացվեց սեմինար, որտեղ հրավիրվեցին այդ բոլոր ԱՊՀ երկրների նմանատիպ կառույցների ղեկավարները եւ մենք այդ օրենքը թարգմանեցինք ռուսերեն եւ բաժանեցինք այդ թվում եւ Ռուսաստանի Ֆեդերացիայի մասնագետի համար։ Դա առաջին օրենքն էր, որտեղ խոսվում էր միայն սեյսմիկ պաշտպանության մասին։ Ուզում եմ հիմա էլ է զարգանում օրենսդրական դաշտը եւ սեյսմիկ պաշտպանության ծառայության խողովակով եւ Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի այդ ջանքերով այստեղ մենք բաց չունենք։ Խնդիրն է նա, որ դա կիրառվի, դրան լուրջ մոտենան եւ պետական կառույցները եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուները եւ ժողովուրդն էլ արհեստականորեն չնվազեցնի սեյսմիկ ռիսկը։ Ես ինչ նկատի ունեմ։ Կոնստրուկցիաները փոխելու եւ Սպիտակի երկրաշարժի արդյունքները, այդպես ասենք, հետևանքները ցույց տվեցին, որ փլուզումների 10%-ը պայմանավորված էր բնակիչների նախաձեռնությամբ, ինքնական փոփոխություններ, ամեն մեկը իրան հանճարեղ շինարարի, հանճարեղ ճարտարապետի տեղեր դրել ու ոչ միայն այդ միջնորմերն էին, կրող պատերն էին քանդում կամ երկու քարով շարված կրող պատը մի քար հանում էին, մեջը զգեստապահարան էին կառուցում, նկողները փորում էին, չգիտեմ ինչեր էին, թե այդ ինչ պետք է ասենք, 10-20 բանկա մուրաբա կամ թթու լոլիկ են պահում, դրա համար արժե չենք քանդել վթարային վիճակի բերել նորմալ շենքը, 10%-ը դրանով է պայմանավորված։ Այնպես որ լավ առիթ է ես ասեմ, որ մեր ժողովուրդը մի քիչ իրան հանգիստ պահի ու շենքերի ոնց որ ասում են կները ձեր քաշի այդ քանդելու պրակտիկայից։ Այսօր այդ խնդիրը թվում է լուծված է, որովհետև նորակառույց շենքերում այդ նկողային հարկեր քանդելու փոփոխություններ անելու տան մեջ երևի թե հարկ չկա, նորագույն չափանիշներին համապատասխան է, մարդկանց ցանկություններին եւ ճաշակին համապատասխան է։ Իսկ օրենսդրական ինչ փոփոխություններ կօգնեն ավելի խիստ վերահսկողություն իրականացնել։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ օրենսդրական այդ դաշտը բավականին զարգացած է, հագեցած է, ժամանակին չարչարվել ենք, բոլոր տիպի նորմերը, բոլոր տիպի այդ օրենսդրական ակտերը ընդունված են, այդ թվում ես հիշատակեցի 2020 թվականին հերթական անգամ թարմացվեցին սեյսմական շինարարության նորմերը, թարմացվեց այնտեղ արդեն եղած քարտեզը, այդ քարտեզի ցանկը եւ պետք է ես երախտիկի խոսքեր ասեմ, այդ աշխատանքի ղեկավար ակադեմիկոս Խաչյանին նրա ջանքերի շնորհիվ հաջողվեց շատ լավ որնա մասնագիտորեն լավ նորմեր ստեղծել, որը հեշտացրեց մեր նախագծողների ճարտարապետների աշխատանքը։ Չմոռանանք, որ մեր
տարածքը, Հայաստանի Հանրապետության տարածքը սեյսմավտանգ է եւ շատ հանգիստ չլինենք, չմտածենք, որ սպիտակի երկրաշարժ եղավ, անցավ, ել մեզ ոչինչ չի սպառնում, հիմա ոնց ուզենանք, նենց էլ կապրենք։ Էլի ապրենք նենց ոնց որ ուզում ենք։ Զգոն լինենք, բայց չփչացնենք եղածը, չխաթարենք կառուցված նորմալ շենքերը եւ հիշենք, որ գոնե մենք մեր ձեռով են ինչ որ մենք կարող ենք անել։ Ես նկատի ունեմ բնակչությունը, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին, պետական չմոռանանք, որ եղել է սպիտակ երկրաշարժ, ուշադիր լինենք, մենք մեր տունը մեր ձեռքերով չքանդենք, կոպիտ ասած։ Շնորհակալություն, որ մեր հյուրն էիք։ Մենք խոսում ենք Հայաստանի վթարային շենքերի վիճակի մասին, սեյսմիկ ռիսկերի եւ այդ ռիսկերի նվազեցման պետական քաղաքականության մասին։ Զրուցում ենք սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանի հետ։ Ցտեսություն։